Սահակյան, երկու հարց ունեմ, առաջինը վերաբերվում է մեր 4 հայ գերիների վերադարձին և 2 վարձկաների հանձնմանը Սիրիային։ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ սա կապ չունի մեր 4 գերիների հետ, մենք Սիրիայի հետ ուզում ենք հարաբերություններ հաստատենք և այդ համատեքստում էլ հանձնել ենք, նախ կիսում եք այս տեսակետը, թե ոչ։ Հայաստանը որ միջազգային պայմանագրով է ստանձնել պարտավորություն, օրինակ, որ վարձկաներին հանձնի Սիրիային։ Եվ հիմա, երբ այստեղ չկան այլևս վարձկաներ կամ ադրբեջանցի որևէ գերի, մեր գերիներին Բաքվում պահվող վերադարձը դուք ինչպես եք պատկերացնում, ինչ մեխանիզմներով պետք է լինի և եթե միայն իրավապաշտպաններն են այս հարցով զբաղվում առանց պետական մարմինների, դրական արդյունք մենք կարող ենք ակնկալել։ Ուրեմն սկսեմ նախ միջազգային համագործակցությունից, առհասարակ քրեական ոլորտում իրավական աջակցության, փոխօգնության կոնվենցիաներ կան, բայց դրանք հիմնականում բազմակողմ են և Հայաստանի Հանրապետությունը շատ երկրների հետ երկկողմ համաձայնագրեր չունի, բայց ունի օրինակ համաձայնագիր Եվրոպայի խորհրդի շրջանակներում և այս համաձայնագիրը օրինակ հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին հանձնել Հայաստանում պատիժը կրող դատապարտյալներին և կան նաև ԱՊՀ երկրների շրջանակներում նման համագործակցության ձևեր, երկկողմ համաձայնագրերը խիստ սահմանափակ են, բայց իրավական առումով յուրաքանչյուր հանձնման պարագայում պետք է լինի հիմքը, ընդ որում այստեղ կան շատ ձևական պահանջներ, օրինակ հայցումը, վերագրվող հանցագործությունը, երկու երկրներում այդ արարքի հանցագործություն լինելը, պատիժները և բազմաթիվ այլ չափանիշներ և այդ չափանիշները բավարարելու պարագայում մարդասիրական նկատառումներից ելնելով անձը կարող է վերադարձվել իր քաղաքացիության երկիր և պատիժը կրել իրեն հայտնի սոցիալական միջավայրում, որտեղ այլ իրավունքներ ապահովված կլինեն, օրինակ նույն տեսակցության իրավունքը անհնար է իրականացնել օտարերկրյա պետությունում, այն կապված է ֆինանսական և այլ բնույթի բարդությունների հետ, սակայն եթե իր քաղաքացիության երկրում լինի, հասկանալի է, որ ընտանիքի և հարազատների կողմից այս իրավունքը կապահովի։ Եթե անգամ նման համագործակցություններ կան, հասկանալի է, որ խնդրագրերի ընթացակարգերի առնչությամբ մենք ակնկալում ենք թափանցիկություն և պետք է այդ առումով ճշտել, թե արդյոք Հայաստանի և Սիրիայի միջև գոյություն ունի համաձայնագիր, որտեղ ինձ հայտնի ԱՊՀ և Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող համաձայնագրերը կիրառելի չեն Սիրիայի նկատմամբ։ Եվ այո, հարաբերությունների բարելավման ձև կարող են լինել հանցագործների վերադարձը, բայց միշտ գնահատվում է նաև հանցագործության բնույթը, վարձկանությունը դա սովորական հանցագործություն չէ, դա ունի առանձնակի բարձր հանրային վտանգավորություն և հենց վարձկանությունը արգելող վարձկանների դեմ պայքարի միջազգային համագործակցությունը ուժեղացնող ռեժիմներ են նախատեսված և նաև վարձկանությունը ինստիտուտը ինչու է մեր դիտանկյունից կարևոր, որ դա հաճախ օգտագործվում է ազգերի ինքնորոշման իրավունքը բռնաճնշելու համար և կան հատուկ փաստաթղթեր, որոնք արգելում են հատկապես վարձկանների միջոցով ազգերի ինքնորոշման իրավունքը բռնաճնշելը, այստեղ մենք կրկնակի վտանգավորության հանցագործության հետ ենք առնչվում։ Դրա համար, ասենց ասեմ, միջազգային համագործակցության տեսանկյունից կարելի է բացառիկ դեպքերում քննարկման առարկա դարձնել վարձկանների վերադարձը, բայց պետք է ճիշտ գնահատել այդ մոտեցման նշանակությունը և ընկալումը նաև մյուս միջազգային դիտանկյուններից, փոխհարաբերությունների տեսանկյունից։ Հիմա մենք խոսում ենք փաստերի մակարդակով և առնվազն չենք կարող չնկատել իրադարձությունների ժամանակագրական համընկնում, այսինքն մեզ համար անհերքելի փաստը այն էր, որ սա տեղի ունեցավ համաժամանակյա։
Արդյոք սա զուգադիպություններ, պատահականություններ, իհարկե մեկնաբանություններ կարող են տրվել, բայց որ մեկնաբանությունն է, որը ողջամիտ է եւ կարող է ընկալելի լինել հասարակության աչքերում։ Մեր դիտանկյունը հստակ է, որ ցանկացած պարագայում վերադարձը խիստ կարևոր է եւ մեզ համար ողջունելի է յուրաքանչյուր հայի վերադարձ։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել եւ հատկապես կարևոր էր այս փուլում, քանի որ ինչպես գիտեք, վերջին վերադարձը մենք ունեցել էինք 2023 թվականին։ Այսինքն 2023 թվականի դեկտեմբերի 32 հայերի վերադարձից հետո այս հարցում կար սառույցի էֆեկտ, որևէ նոր անձ չէր վերադարձվում եւ թեև մենք 2025 թվականին նաեւ ունեցանք խաղաղության նախաստորագրված տեքստ եւ ակնկալվող ավելի բարի դրացիական հարաբերություններ, սակայն մեծաթիվ հայ գերիներ չհայրենադարձվեցին։ Եվ նշանակությունը մեծ է, որ հույս է առաջացնում, որ այս ազատ արձակումը կարող է շարունակական լինել 2 տարի շուրջ դադարից հետո մենք կարող ենք նոր վերադարձ ունենալ, բայց այո, ընտանիքների շրջանակում այս մտահոգությունը կա, որ եթե 4 հայեր են ընդամենը վերադարձվել Հայաստանի, ինչ այլ լծակներ ունի, որպեսզի համոզի Ադրբեջանի իշխանություններին հայրենադարձնել այնտեղ գտնվող մյուս հայերին եւ ընտանիքները իհարկե ուրախ են վերադարձի համար, բայց նաեւ ունեն լրջագույն մտահոգություններ, որ իրենց հարազատի հարցը կարող է անլուծելի դառնալ, եթե Հայաստանը կոնկրետ լծակներ չունի ներազդելու համար եւ մեր մոտեցումը, որը մենք նաեւ նախկինում ենք հաճախ մատնանշել, որ այդ գործոնները պետք է համադրվեն այլ քաղաքական իրողությունների հետ լավագույն լուծումը ստանալու նպատակով ես կարող եմ զուգահեռ անցկացնել հենց 23 թվականի հայրենադարձման հետ Հայաստան ուներ 2 հանցագործներ, որոնք հանցավոր արարքներ էին կատարել Սյունիքում, այսինքն ներխուժել էին, նաև լայվ էին մտել, հաղորդագրություններ էին տարածել եւ սպանել էին ՀՀ քաղաքացու, նրանց նկատմամբ ցմահ ազատազրկումը ընտրվել էր որպես պատիժ եւ օրինակ այս ժամանակահատվածում կային ընտանիքներ, որոնք ասում էին պետք է օր առաջ 2-ին տալ 2-ի դիմաց Եվ նրանք քննադատաբար էին մոտենում իշխանություններին, որ օր առաջ այդ գործարքը չէր հասունանում, բայց մենք օրինակ աշխատանք էինք տանում ընտանիքների շրջանակում, նշելով, որ միգուցե պետք է բանակցել 2-ը ավելի դիմաց, մեծաթիվ հայեր ստանալու նպատակով եւ պետք չէ շատ լոկալ նայել, այսինքն 2-ը դիմաց միշտ էլ հնարավոր է, բայց արդյոք ճիշտ բանակցությունների արդյունքում չենք կարող ապահովել 2 հանցագործների դիմաց ավելի մեծաթիվ հայերի վերադարձ եւ օրինակ դա համակցվեց կոպ 29-ի գործոնին եւ արդյունքում մենք ունեցանք ոչ թե 2-ի վերադարձ, այլ 32-ի վերադարձ եւ մեր դիտարկումները, որոնք մենք հրապարակային հնչեցնում ենք, հենց միտված է ճիշտ գործոնների համադրմամբ կրիտիկական պահին, որոշում կայացնելու հետ, որը կարող է ապահովել հնարավորինս մեծ թվով հայերի հայրենադարձումը։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտները աշխատում են եւ կարծում եմ իրենք անփոխարինելի դեր են կատարում, երբ միջազգային գործընկերներին իրազեկում են իրավիճակի, խնդիրների եւ հարցի լուծման հրատապության մասով, սակայն ինչպես տեսնում եք, ազատ արձակում ունի քաղաքական տարր եւ յուրաքանչյուր վերադարձի հետևում կան պայմանավորվածություններ, բանակցություններ, ուստի իմ գնահատմամբ վերադարձը, եթե մենք չենք խոսում իրավական ճանապարհով վերադարձի մասին, հնարավոր է բացառապես հանրային իշխանության ներկայացուցիչների ներգրավմամբ առանց նրանց ներգրավման, առանց բանակցային գործընթացի մենք ուղղակի հարցը կտանենք փակուղի, դրա համար լավագույն մոդելը դա փոխհամագործակցված կերպով գործելն է։ Հանրային իշխանությունը պետք է պահանջատեր լինի, որպեսզի բանակցություններով օր առաջ լուծում ստանա այդ խնդիրը, իսկ քաղաքասարակության ինստիտուտը պետք է ճիշտ միջավայր ձևավորի եւ միջազգային գործընկերների
ուշադրությունը հրապիրելով լրացուցիչ ճնշում գործադրի Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի այս հարցը իր լուծումը ստանա։ Փոխգործակցությունը լավագույն մոդելն է, որի շնորհիվ մենք կարող ենք համատեղված կերպով ապահովել մեր հայրենակիցների վերադարձը։ Տիկին Սահակյան